Հայաստանում գերմանական համայնքի հետքերը հեռավոր 1800-ականների սկիզբ են տանում։ Հայաստանի անկախացումից հետո հանրապետության մյուս էթնիկ համայնքների անդամների նման գերմանացիներն էլ արտագաղթեցին։ Ու թեև վերջին մարդահամարի տվյալները վկայում են, որ այժմ մեր երկրում մի քանի տասնյակ գերմանացի է ապրում, կարելի է ասել, որ Հայաստանը հատկապես մշակույթի տեսանկյունից է հետաքրքրում գերմանացիներին։ Նրանք այստեղ գալիս են թե մեր մշակույթին ծանոթանալու, թե գերմանական մշակույթը մեր երկրում ներկայացնելու համար։ Յան Թագե Քյուլինգը տարիներ առաջ հենց հայ-գերմանական միջմշակութային համագործակցությունը խթանելու համար եկավ Հայաստան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն։ Ինչպե՞ս եք։ Լավ է, մերսի, դուք։ Շատ լավ եմ, շնորհակալ եմ։ Ես առաջին անգամ եմ Գյոթե ինստիտուտում։ Կխնդրեմ ներկայացնել ձեր աշխատավայրը Յան։ Leider verstehe ich noch kein Armenisch։ Ցավոք ես դեռ հայերեն չգիտեմ, բայց մեծ հաճույքով ձեզ ամեն ինչ կպատմեմ գերմաներեն։ Շատ ուրախ եմ, որ դուք մեզ մոտ եք Գյոթե ինստիտուտում։ Գյոթե ինստիտուտը գերմանական մշակութային կենտրոն է եւ մենք արդեն երկար տարիներ գործունեություն ենք ծավալում Հայաստանում։ Սա մեր ժամանակավոր շենքն է։ Հիմա կառուցվում է մեր ինստիտուտը, որն ունենալու է նոր գրադարան եւ ցուցասրահ։ Այստեղ իմ գործընկերներն են, որոնք ներգրաված են տարբեր նախագծերում։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եք։ Իսկ որ հասցեում է գործելու նոր Գյոթե ինստիտուտը։ Das neue Goethe։ Նոր կենտրոնը բացվելու է Սայաթնովա 40 հասցեում։ Եթե ամեն ինչ հաջող ընթանա, բացումը նախատեսվում է սեպտեմբերի կեսերին։ Յան քանի տարի է ինչ ղեկավարում եք Գյոթե ինստիտուտը։ Ես գրեթե 3 տարի է ինչ եկել եմ Հայաստան եւ ղեկավարում եմ Գյոթե ինստիտուտը։ Գյոթե ինստիտուտը Գերմանիայի Դաշնային Հանրապետության մշակութային ինստիտուտներից է, որը գործունեություն է ծավալում ավելի քան 90 երկրում, 2017 թվականից նաև Հայաստանում։ Նպատակն է արտերկրում խթանել գերմաներեն լեզվի տարածմանը, նպաստել միջմշակութային համագործակցմանը եւ առհասարակ ներկայացնել Գերմանիան արտերկրում։ Յան, ինչ ծրագրեր են իրականացվում Գյոթե ինստիտուտում։ Մենք աշխատում ենք թե Հայաստանում, թե միևնույն ժամանակ տարբեր երկրներում։ Կարծում եմ, որ դա մեր ինստիտուտի եւ մեր աշխատանքի ուժեղ կողմն է։ Մենք այստեղ այժմ երկու կառույցի հետ ենք համագործակցում։ Մեկը Ռամբալ Կոշենն է, նաեւ համագործակցում ենք Հայաստանի ազգային պատկերասրահի հետ։ Գերմանիայի արտաքին կապերի ինստիտուտը Գյոթե ինստիտուտի եւ ազգային պատկերասրահի հետ համատեղ ցուցահանդես է նախաձեռնել։ Այս ցուցադրությանը ցուցադրվում են տեքստիլի տարբեր նմուշներ ամբողջ աշխարհից, նաեւ Հայաստանից։ Կպատմեք սրա մասին։ Այս հրաշալի ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի վերջ։ Այս ցուցադրության շնորհիվ կարելի է տեսնել, թե ինչպես է հայկական տեքստիլը զարգացել համահունչ համաշխարհային արվեստին։ Ուղղակի ուզում եմ հասկանալ, շրջիկ ցուցահանդեսը հիմա Հայաստանում է, որտեղ միացել է նաև հայկական տեքստիլի հատված։ Արդյոք հայկական տեքստիլի հետ միասին է հետագայում շրջագայելու ցուցահանդեսը, թե ոչ։ Ցուցանմուշները ցուցադրվել են աշխարհի ավելի քան 10 վայրերում, հիմա եկել են Հայաստան եւ համալրվել հայկական արվեստի գործերով։ Ցուցահանդեսը հետո կշարունակի իր ճանապարհը։ Մենք հույս ունենք, որ հայկական արվեստի գործերն էլ կճամփորդեն։ Իսկ ինչ մեծամասշտաբ միջոցառումներ ունեք առաջիկայում։ Մի հրաշալի նախագիծ ենք հիմա պատրաստում, որին ես շատ եմ սպասում։ Հունիսի սկզբին մենք Հայաստանից, ինչպես նաև Գերմանիայից եւ ամբողջ աշխարհից արվեստագետներ ենք հրավիրել Բյուրականի աստղադիտարան։ Բոլորը երաժիշտներ են, արվեստագետներ, որոնք այստեղ կստեղծագործեն։ Մասնակիցների աշխատանքները մենք նախ Երևանում կներկայացնենք, իսկ հետո նաև Գերմանիայում եւ տարբեր այլ վայրերում։ Մինչ Հայաստան գալը Յան Թագե Քյուլինգը աշխատել է արվեստի եւ մշակույթի ոլորտում։ Տարբեր մշակութային կենտրոններ է ղեկավարել, զուգահեռ զբաղվել է ռեժիսուրայով, 10 տարուց ավելի նաև թատերական ներկայացումներ է բեմադրել։ Նա ակտիվ գործունեություն է ծավալել եւ Գերմանիայում եւ Լեհաստանում։ Մշակույթի եւ կատարողական արվեստների ոլորտում հարուստ փորձ կուտակած գերմանացի Յանը 2023 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է Գյոթեի ինստիտուտի ղեկավարի պաշտոնը Հայաստանում, նպաստելով հայ-գերմանական մշակութային համագործակցության զարգացմանը։ Իրը շատ կուրտ ծրագիր է ընդհանրապես EU for Culture-ը առաջին этаպում մենք առաջարկել ենք մարզային քաղաքներին, իրենք ստեղծել են իրենց մշակութային զարգացման ռազմավարությունը։ Պատկերացնում եք, դա մի տեսակ կատված էր իրենց համար սկզբում, որովհետև այդ ընթացքում Հայաստանը նույնիսկ չուներ իր մշակութային զարգացման ռազմավարությունը, եւ մարզային քաղաքները կամ համայնքներն էլ սովոր էին, որ իրենց տալիս են գումար ու ասում են, թե ինչպես ծախսեն։
Իսկ մեր ծրագիրը եկավ ու հարցրեց, թե ինչն եք կարծում, որ ձեր համար կարևոր է, ինչպես կուզենայիք զարգացնել ձեր համայնքները։ Իսկ երկրորդ էտապի մեջ, որ իրականացվում է 25-ից 29 թվերը, մենք սերտ աշխատում ենք թե հանրային հատվածի հետ, թե մասնավոր հատվածի հետ, առանձին արվեստագետների հետ եւ փորձում ենք իրենց համախմբել, միասին աշխատելու, համագործակցային պլատֆորմներ ստեղծելու ռեգիոններում, այս անգամ աշխատելու ենք Գեղարքունիքում եւ Սյունիքում։ Զուգահեռ աշխատում ենք նաեւ նախարարության հետ, մշակութային քաղաքականության հետ կապված տարատեսակ խնդիրների մասին համագործակցության իմաստով։ Ես Յանի հետ այստեղ եմ ծանոթացել։ Աշխատում ենք հավասարը հավասարի սկզբունքով։ Մենք բարբերաբար հանդիպումներ ենք ունենում, համակարգում ենք մեր քայլերը, թիմի հետ միասին շատ աշխատանքներ ենք համատեղանում, ինչը հրաշալի է։ Նա հանգիստ բնավորություն ունի։ Ես մեծ սիրով եմ աշխատում նրա հետ։ Ես աշխատում եմ Գյոթե ինստիտուտում արդեն 8 տարի որպես մշակութային ծրագրերի համակարգող։ Ի սկզբանե լեզվի բաժնից եմ եղել, դասավանդել եմ գերմաներեն, բայց երբ որ հետագայում ստեղծվեց այն ժամանակ Գյոթե կենտրոնը դեռևս որպես փոքր նախագիծ, ես փոխեցի բաժինը մշակութային բաժին, քանի որ միշտ շատ հետաքրքրված եմ եղել մեր մշակութային դաշտով, ծրագրերով, շատ սիրում եմ տարբեր արվեստագիտական եւ բանական նախագծեր եւ պատասխանատու եմ նաեւ ինստիտուտի հաղորդակցության համար։ Մենք Գյոթե ինստիտուտների շարքում թերևս ամենափոքր թիմն ունենք, իսկապես այդպես է, ընդհանուր առմամբ եվրոպական նախագծերով հանդերձ մոտ 12 հոգի ենք։ Սա այս լայնամասշտաբ ծրագրերի համար, որ մենք իրականացնում ենք, իսկապես շատ փոքր անձնակազմ է, բայց աշխատանքը կարող եմ ասել տեղի է ունենում անթերի։ Իսկապես, սա անհամեստություն չլինի մեր թիմի հանդեպ, բայց մենք իսկապես հրաշալի աշխատում ենք, ընտրված աշխատակիցներ են բոլորը այստեղ եւ չնայած նրան, որ լարվածությունը շատ է, ծանրաբեռնվածությունը շատ է, բայց այդ թիմային աշխատանքի շնորհիվ դա որոշակիորեն հավասարակշռության է բերում այդ երբեմն դժվար իրավիճակները կամ խնդիրները, որոնք առաջանում են գերհոգնածության արդյունքում։ Շատ դրական աշխատանքային մոլորտ է ընդհանուր առմամբ եւ շատ կարեւոր նախագծեր ենք իրականացնում, որը մեր հիմնական եւ ամենակարևոր առաքելությունն է։ Շատ լարված օրեր ենք ունենում, բայց թիմային շատ լավ աշխատանքի շնորհիվ հաղթահարում ենք ու հաջորդող օրերին արդեն գալիս ենք շատ վստահ, ուրախ, որ մենք սա էլ արեցինք միասին։ Տարբեր տեսակի հայեր եւ գերմանացիներ կան, այս պարագայում, եթե խոսենք մեր թիմի մասին, բավականին հեշտ է իրանց հետ աշխատել։ Մենք փորձում ենք վերցնել իրենց մշակութային ինչ-որ գծեր, իրենք մեզնից են որ վերցնում, այսինքն մենք մի քիչ դառնում ենք գերմանացի, իրենք մի քիչ էլ հայ։ Յան, որն է Գյոթե ինստիտուտի առաքելությունը։ Մեր հիմնական նպատակը միջմշակութային համագործակցություն հաստատելն է։ Առհասարակ Գյոթե ինստիտուտի առաքելությունը կարելի է ամփոփել 3 հիմնական ուղղություններում. միջմշակութային հաղորդակցություն եւ կապերի ստեղծում։ Մեր նպատակը սահմանները կրճատելն ու ստեղծագործ մարդկանց համախմբելն են։ Երբ Գերմանիայի եւ հյուրընկալող երկրի Հայաստանի արվեստագետները սուրճի շուրջ մտքեր են փոխանակում, ես համարում եմ, որ նպատակն արդեն իրագործված է։ Բացի այդ, ինստիտուտը հանդես է գալիս ոչ միայն որպես Գերմանիայի մշակութային դեսպան, այլև ակտիվորեն աջակցում եւ հզորացնում է տեղի արվեստի եւ մշակույթի ոլորտը։ Եվ վերջապես մեր առաքելությունը լեզվի տարածումն է։ Գերմաներենի դասավանդումն ամբողջ աշխարհում արգելքները վերացնելու եւ փոխըմբռնման հիմքեր ստեղծելու համար։ Իսկ ովքեր են ձեր շահառուները։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գերմաներեն սովորել կամ ընդհանրապես հետաքրքրված են Գերմանիայով, նրա մշակույթով եւ հասարակությամբ, կարող են այցելել մեզ։ Ստեղծագործողները, արվեստի եւ մշակույթի գործիչները, թե Հայաստանում, թե Գերմանիայում, որոնք փնտրում են փորձի փոխանակման համատեղ ստեղծագործելու հնարավորություններ։ Այսօր մենք արդեն գործում ենք աշխարհի 100 երկրներում։ Ունենք 150 գրասենյակ։ Հայաստանի գրասենյակը պաշտոնապես անցյալ տարի է բացվել
Բայց մենք այստեղ ենք ըստ էության արդեն 3 տասնամյակ։ Մեզ համար ամենակարևորը մշակութային փոխանակման ծրագրերն են։ Մշակութային փոխանակումը տվյալ դեպքում Գերմանիայի եւ Հայաստանի միջև, բայց ավելի լայն իմաստով Գերմանիայի եւ ամբողջ աշխարհի միջև։ Յան, ինչ ծրագրերով պետք է դիմել Գյոթե ինստիտուտին, որպեսզի ինստիտուտը համագործակցի կամ աջակցի։ Ում համար ենք մենք դա անում։ Իհարկե, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գերմաներեն սովորել եւ հետաքրքրված են Գերմանիայով, Հայաստանի եւ Եվրոպայի եւ աշխարհի միջև կայուն կապերի հաստատումով։ Սա է մեր առաքելությունը։ Մենք ուրախ ենք յուրաքանչյուր հարցման, յուրաքանչյուր նամակի, զանգի, հեռախոսազրույցի կամ պարզապես սրճարանի այցելուների համար, որոնք հետաքրքրված են այս ամենով։ Պարտադիր չէ, որ արվեստագետներ լինեն։ Կարող են լինել կազմակերպություններ կամ անհատներ, որոնք հետաքրքրված են մեր ծրագրերով եւ կարծում են, որ մենք միասին, պատկերավոր ասած, կարող ենք ինչ-որ բան փոխել Գերմանիայի եւ Հայաստանի հարաբերություններում։ Յան, արդյոք հաճախ եք զբոսնում Երևանում։ Բախտս բերել է, որ Երևանի կենտրոնում եմ ապրում, այսինքն կարող եմ ոտքով աշխատանքի գնալ։ Ես շատ եմ սիրում քայլել Երևանի կենտրոնով։ Ես շատ եմ սիրում Կասկադի շրջակայքի փողոցները, շատ եմ սիրում Սիրահարների այգին, սիրում եմ քայլել այնտեղի փոքրիկ արահետներով։ Ինձ իսկապես շատ է դուր գալիս քաղաքի կենտրոնը։ Մենք ապրում ենք Բլրի լանջին եւ այստեղից մինչեւ վերև արդեն այնքան էլ հեռու չէ։ Եվ իհարկե ես հաճույքով վայելում եմ Կասկադից բացվող տեսարանը։ Ընտանիքով հաճախ եք ճանապարհորդում Երևանից դուրս։ Տղաս շատ է սիրում Գառնին եւ այնտեղի լեռները։ Եվ ամեն անգամ, երբ մեզ մեր ընկերներն են այցելում, մենք նրանց տանում ենք Գառնի եւ միասին զբոսնում լեռներում։ Բնությունը պարզապես հրաշալի է։ Ես սիրում եմ ամբողջ Լոռու մարզը, բայց դեռ շատ բան ունեմ բացահայտելու։ Դեռ Սյունիքում չեմ եղել։ Ուզում եմ իսկապես լավ ճանաչել Հայաստանը։ Sehr viel entdecken. Ich war noch nicht in Sjunik und ich will Armenien noch richtig kennenlernen. Ես ձեզ մեր տուն եմ հրավիրում։ Նախ կծանոթացնեմ ընտանիքիս հետ եւ ցույց կտամ, թե որտեղ ենք ապրում։ Մեծ սիրով։ Յան, որտեղ եք ծնվել, որտեղ եք մեծացել եւ ինչ ընտանիքում։ Ես ծնվել եմ Գերմանիայում, Բեռլինում։ Մայրս Լեհաստանից է, Լյուբլինից։ Հայրս Բեռլինից է։ Մորս հետ լեհերեն եմ խոսել, հորս հետ գերմաներեն։ Իսկ հետո ապրել եմ եւ Գերմանիայում, եւ Լեհաստանում։ Ես աշխատում եմ այսպես կոչված 5 գյուղական ձայնային տեխնիկաներով, որոնք սերտորեն կապված են Լեհաստանի, ինչպես նաև սլավոնական այլ տարածաշրջանների ավանդական երգեցողության հետ։ Ես նաև դասընթացներ եմ անցկացնում այդ թեմայով, քանի որ երգեցողության այդ ձևը հրաշալի է հատկապես կանանց համար, ձայնն ու դրանում թաքնված ուժը բացահայտելու համար։ Ես գիտեմ, որ վոկալի յուրահատուկ տեխնիկա եք մշակել, որով դասավանդում եք։ Կպատմեք մի փոքր դրա մասին։ Հայկական ավանդական եւ գյուղական երգերն ունեն բացառիկ ու շատ յուրօրինակ ձայնային տեխնիկա, որը հարյուրամյակների ընթացքում ձևավորվել է հենց բնության գրկում, բաց տարածության մեջ աշխատելու եւ ապրելու ընթացքում։ Հայկական ժողովրդական երգեցողության ամենաբնորոշ գիծը ձայնային նուրբ խաղիկներն են կոկորդում։ Ձայնալարերի հատուկ սեղմումով ու թուլացումով ստեղծվում է հնչյունային տատանում, ինչը շատ բնական է եւ բնորոշ է հայկական երաժշտությանը։ Ասացիք, որ ուսումնասիրում եք գյուղական երգի տեխնիկաները։ Արդյոք հայկական գյուղական երգերը ունեն յուրահատուկ տեխնիկա։ Հայկական ավանդական երգը հաճախ դուրս է գալիս ստանդարտ նոտաների սահմաններից։ Օգտագործվում են քառորդ նոտաներ, որոնք ձայնին տալիս են յուրահատուկ էմոցիոնալ, երբեմն աղոթք հիշեցնող հնչողություն։ Հայկական հորովելների կամ ծիսական երգերի էներգիան եւս հրաշալի միջոց է կանանց ներքին ուժն ու ձայնը բացահայտելու համար։ Հայաստանում հեշտ եք հարմարվել։ Այո, կարծում եմ Երևանում ապրելը հեշտ է,
Քաղաքի կենտրոնն իրականում շատ ժամանակակից է, հարմարավետ ու հասանելի։ Փողոցները լայն են, իսկապես գեղեցիկ է եւ բավականին հանգիստ, բայց ես շատ եմ սիրում նաեւ գյուղեր գնալ, որտեղ կարելի է անձամբ տեսնել հանրահայտ հայկական հյուրասիրությունը։ Վերջերս Լեհաստանից մեր ընկերներն էին հյուր եկել, ու մենք գնացել էինք Բյուրական, նստած էինք հենց փողոցի մեջտեղում, մեկ էլ մի տղամարդ դուրս եկավ, մեզ իր տուն հրավիրեց, իր պատրաստած տնական օղուց հյուրասիրեց։ Հետո վազեց խանութ մեզ համար պաղպաղակ, հաց ու թխվածքաբլիթներ գնեց։ Դրանից հետո նրա եղբոր տուն գնացինք խորոված ուտելու։ Իմ ընկերներն ասում էին, գիտեինք, որ հայերը հյուրասեր են, բայց սա արդեն չափազանց է։ Պարզապես խենթություն է, իսկապես գեղեցիկ եւ շատ հազվադեպ հանդիպող երևույթ է, որը օրինակ Գերմանիայում անհնար է։ Oh, not possible in Germany, I guess anymore. Իսկ ինչ դպրոց է հաճախում ձեր երեխան։ Նա հաճախում է ամերիկյան դպրոց եւ նրան շատ է դուր գալիս այստեղ ապրելը։ Մեր տղան առաջինն էր, որ ինձ պատմեց հայկական խաչքարի մասին։ Մշակույթը նրան շատ է հետաքրքրում։ Թեև ամերիկյան դպրոց է հաճախում, բայց նրանք նաև հայերենի ու հայկական մշակույթի դասեր են անցնում։ Այնպես որ նա տեղի մշակույթի մասին շատ գիտելիքներ է ստանում, եւ դա նրան իսկապես դուր է գալիս։ Նա 1 տարի հայերեն սովորեց, հետո անցավ ռուսերենին։ Հիմա ռուսերեն է սովորում, բայց հետո ցանկանում է նորից վերադառնալ հայերենին։ Նա ասում է, որ հայերենն իրեն դուր է գալիս, որովհետև արդեն սովորել է տառերն ու գրում է։ Իսկ ընտանիքում ինչ լեզվով եք խոսում։ Լեհերեն, որովհետև իմ գերմաներենը շատ թույլ է։ Տղաս ինձ ասում է, որ շատ վատ եմ խոսում գերմաներեն։ Ուստի հիմնականում լեհերեն եմ խոսում։ Յանն էլ գերմաներեն եւ անգլերեն է խոսում։ Այլ երկրում ապրելը երբեմն ինքնաբացահայտման ճանապարհ է։ Այ Հայաստանում ապրելով ինչ եք բացահայտել ինքներդ ձեզ համար ձեր մեջ։ Երբ Գեղարդի վանքում ձայնից մի թեթև մեղմ հնչյուն տվեցի, այն սկսեց ծավալվել ու բացվել։ Կարծես հավերժության մեջ։ Հենց այդ պահին էր, որ իսկապես սիրահարվեցի Հայաստանին, եւ չգիտեմ, հենց այս հնամենի էներգիան ինձ գերեց։ Սա նույնիսկ կրոնից վեր է, շատ հոգեվոր։ Ոգեշունչ բան է, իմ որպես արվեստագետի եւ ձայնի ու հնչյունի հետ աշխատող մարդու համար։ Ես պարզապես կատարյալ երանության մեջ էի։ Դա շատ առանձնահատուկ մի բան էր։ Եվ ես իրոք, գիտեք, գլխումս արդեն ինչ-որ բան եմ հորինում եկեղեցու հենց այդ կոնկրետ սենյակի համար։ Ես պարզապես կատարյալ երանության մեջ էի, բայց սա ընդամենը մի նուրբ օրինակ է այն շատ յուրօրինակ բաների, որ դուք ունեք այստեղ։ Իհարկե նկատի ունեմ վաղ քրիստոնեության այս հետքերն ամենուրեք, բայց նաև ճարտարապետության եւ ակուստիկայի այս գլուխգործոցները։ Ինձ համար շատ կարևոր է ու շատ է դուրս գալիս, որ եկեղեցին բառացիորեն ժայռի մեջ է կառուցվել։ Լեռանը կպած, բնությունը պարզապես ձուլվում է մարդկային հանճարի հետ։ Կարծում եմ սա է այն շատ ամուր կապը, որ ես գտել եմ այստեղ։ Երբ առաջին անգամ Հայաստան եկանք 12 տարի առաջ, այդ ժամանակ մենք, այսինքն ես Լեհաստանի հետ էի աշխատում, ու մենք չգիտեինք ինչու հենց Հայաստանն ընտրվեց, որովհետև Գերմանիայում ոչ ոք ոչինչ չգիտեր Հայաստանի մասին։ Եվ միայն 10 տարի անց 2023-ին, երբ դարձա Գյոթե ինստիտուտի ղեկավարը Հայաստանում, ամեն ինչ դասավորվեց ու պարզ դարձավ։ Երկար եք պատրաստվում մնալ Հայաստանում։ So this is very much connected to my job. Սա շատ սերտորեն կապված է իմ աշխատանքի հետ։ Ինստիտուտի ծրագրով մենք այստեղ կլինենք եւս 3 տարի։ Իսկ թե որն է լինելու հաջորդ քայլը, մենք դեռ պետք է քննարկենք, կվերադառնանք Գերմանիա, թե գուցե Լեհաստան, կամ միգուցե կմեկնենք աշխարհի լրիվ այլ անկյուն։ Դեռ չգիտենք։ Մենք պետք է նաև մտածենք ամբողջ ընտանիքի համար։ Բոլորն ասում են՝ «Օ, դուք տուն ունեք, երեխա ունեք, շուն ունեք», եւ արմատներն ավելի ու ավելի են խորանում, ու ստացվում է, որ մենք պետք է կրկին արմատախիլ լինենք։ Սա թերևս հիշեցնում է այն մասին, որ կյանքը կայուն չէ, այն մի բան չէ, որ կառուցում ես ու միշտ հավերժ այդպես է մնում։ Նույնիսկ եթե դրա վերաբերյալ թեթև պատրանք ունես։ Այնպես որ կարծում եմ, սա նաև հիշեցնում է, որ փոփոխությունն աշխարհում միակ հաստատուն բանն է։ Այնպես որ այո, ես ոգևորված եմ այս հաջորդ քայլով, բայց միևնույն ժամանակ դեռ շատ անելիք ունենք այստեղ։ Բացահայտելու նոր լեռներ, ավելի շատ եկեղեցիներ ու վանքեր ու նաև ակուստիկ տարածքներ։ Չափազանց հետաքրքիր է եւ ես անհամբերությամբ սպասում եմ դրան։
Յան Թագեքյուլինգը մեզնից մի քիչ տարբեր է մտածողությամբ, մի քիչ տարբեր կենսակերպով, բայց նրա ներդրած ջանքն ու կատարած աշխատանքը նոր որակ են ստեղծում մեր երկրում եւ հայ-գերմանական միջմշակութային հարաբերություններում։